Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Եվրատլանտյան ինտեգրման պլատֆորմի նախագահ, սոցիոլոգ վերլուծաբան պարոն Կարեն Սարգսյանի հետ։ Ողջույն եմ պարոն Սարգսյան, շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Նոբելյան մրցանակ Թրամփը չստացավ այսօր, ստացավ խաղաղության մրցանակը Վենեսուելայի խորհրդանի նախկին անդամ, Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինո Մաչադոն։ Նա ըստ Նոբելյան մրցանակներ շնորհող կոմիտեի, նա համապատասխանում է Նոբելի կտակում նշված բոլոր 3 չափանիշներին։ Եկեք տեսնենք, որոնք էին այդ չափանիշները։ Նա միավորել է իր երկրի ընդդիմությունը, ասված է այդ հայտարարության մեջ կոմիտեի։ Նա երբեք չի տատանվել Վենեսուելայի հասարակության ռազմականացման դեմ իր դիմադրության մեջ, եւ նա հետեւողականորեն աջակցել է ժողովրդավարության խաղաղ անցմանը։ Եվ այսպես Նոբելյան մրցանակ Թրամփը չստացավ, պետք էր դիմել, պարզվում է, մինչև տվյալ տարվա հունվարի 31-ը։ Նա այդ մասին չգիտեր, նա սպասելիքներ ուներ, ինչ է սա այս պատմությունը Թրամփի համար։ Նախ սրտան շնորհավորում եմ սենյոր Հաչատոին, սրտան շնորհավորում եմ Նոբելյան մրցանակի շնորհող կոմիտեին եւ համայն պարզ բանականության ունեցող մարդկությանը, որ cheating of golf-ի չեմպիոն դարձած մարդը չստացավ։ Բան ցավում եմ նաև ոչ հեռատես քայլերի համար, որոնք նաև մեր կառավարությունը արեց առաջադրելով, երևի թե այսքանը։ Գիտեր, չգիտեր, դա կապ չունի։ Ես ամենասկզբից մենք ասում էինք Տերյան Վեղթել Արմենի հետ, որ իր Նոբելյան մրցանակի ստանալու պատճառը այն է, որ ինքը ուզում է Բարակ Օբամայից անցնի։ Մարդ, ով պաշտպանության նախարարությունը վերանվանում է պատերազմի նախարարություն, խաղաղ բանակցությունների ընթացքում ընդհատում է եւ կոնտրագենտին խաբելով ռմբակոծում է։ Մարդ, ով հնարավորություն ունի կանգնեցնել Ուկրաինայում մարդասպանությունը, բայց շարունակում է ծափ տալով դիմավորել ռազմական հանցագործի իր երկրում, կարմիր խալի ափռում եւ այլն, ինքը Նոբելյան մրցանակից պետք է լինի շատ հեռու։ Այսինքն առավել եւս խաղաղության։ Կարելի է իրեն բան տալ, վատ հումոր չէ մաթեմատիկայից։ Բայց կակրած չկա, Գազայում կարծես թե կանգնեցվել։ Գազայում ինքը ոչինչ չի կանգնեցրել, Գազայում ինքը իր առաջարկները ամբողջությամբ էթնիկ զտման մասին էին։ Գազայում կանգնել է, որովհետև Իսրայելը սպառվել է, որպես ռազմական ուժ, որպես բան։ Գազայում կանգնել է, որովհետև ամբողջ աշխարհը բացառությամբ Իսրայելի, ԱՄՆ-ի, երևի Հյուսիսային Կորեայի, չգիտեմ ինչ-որ տենց շատ փոքր երկրներից անկերի 7 երկիր, որոնք պաշտպանեցին Իսրայելի դիրքորոշում, բայց ամբողջ աշխարհը ճանաչել է Պաղեստին որպես անկախ պետություն 1967 թվականի սահմաններով։ Եվ եթե Իսրայելը չկանգներ եւ ինքը արդեն իսկ խնդիր ունի արևմտյան ափի օկուպացիայի տակից դուրս գալու եւ եւս մեկ էթնիկ զտում եւ փաստացի ցեղասպանություն, դա մի տեսակ նույնիսկ բանի համար է շատ։ Դրա համար որ ուշադրություն դարձնեք վերջի ճառը երեկվա, եթե չեմ սխալվում, թե 2 օր առաջվա Թրամփին ուղիղ հարցնում են երկու պետություն, ասում է ես չգիտեմ, ես չեմ խառնվում, ոնց կորոշեն, տենց կլինի։ Այսինքն արդեն դե Իրան էլ են երևի զեկուցել են, ասել են չես կարող ամբողջ աշխարհի դեմ դուրս գաս։ Դե պարզ։ Նետանյահուն ռազմական հանցագործ է, Իսրայելի գործած էթնիկ զտումը եւ փաստացի ռազմական հանցագործություն, որտեղ խաղաղ բնակավայրի ամբողջական ոչնչացումը, հպարտության բարձրակ շենքերի տրամադրությունը, համալսարաններ, հիվանդանոցներ, եկեղեցիներ, ոչ թե մզկիթներ, եկեղեցիներ, որոնք 4-րդ 6-րդ դարից գործ ունեն, ոչնչացված են բանարած, դա ինչ է։ Սենց դեպքում միշտ հարցնում են, ով հաղթեց այնուամենայնիվ, ինչով վերջացավ այս ամենը։ Իսրայելը պարտվեց, Իսրայելը շարունակում եմ կրկնել, Իսրայելը գնում է Երուսաղեմի թագավորության ճանապարհով, ինքնաոչնչացման ճանապարհով, ինքը չի դիմանալու սրան։ Իսրայելը չի դիմանալու։ 1967 թվականի սահմանը նշանակում է, որ արևմտյան ափից, որը Պաղեստին է, մինչև միջերկրական ծով, այսինքն մինչև ծովի ափ 14 կիլոմետր։ Դա ամենանեղ Սյունիքի տեղից 2.5 անգամ պակաս է։ Իսրայելը ոչնչացնելու է ինքը իրեն, ոչ մեկ ոչինչ չի անելու։ Ինքը իրեն ոչնչացնելու է։ Որովհետև այս պահին արդեն
ունենալով 2 տարվա պատերազմ 23 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև հիմա, փաստացի 2 տարի պատերազմի մեջ ամբողջական ոչ մի մոբիլիզացված չի վերադարձել ընթացքում, իրանք ավելին ամեն անգամ հավաքել են պատերազմից հոգնածություն, անհասկանալի նպատակներ, արդյունքները գոյություն չունեն, արդյունքները ավելի վատն են, քան մինչև հոկտեմբերի 7-ն էր, որովհետև հոկտեմբերի 7-ին 23 թվականի եւ չմոռանանք իհարկե, որ կարող աշխարհի համար դա տենց մութ է, բայց նույն Իսրայելում բոլորը գիտեն, որ Համասը ստեղծվել է Նետանյահուի կողմից Ֆաթհի դեմ, այսինքն Արաֆատի կուսակցության դեմ, հատուկ ֆինանսավորվել է, հատուկ ստեղծվել է եւ առաջի տարիներին սերտ համագործակցություն ա եղել։ Այսինքն իրենք ստեղծել են, իրենք իրենց գլխին վերել են այդ քաղաքը։ Հոկտեմբերի 7-ին ինչ որ կատարվեց, պարզ է, դրան գնահատական տալը անհրաժեշտ է, դա ահաբեկչական ակտ էր եւ այդ ահաբեկչական ակտի սկիզբը, ընթացքը եւ արդյունքները ամբողջությամբ հանցանք են եւ ոչ մի գործողություն հոկտեմբերի 7-ի սկզբից մինչև պետք անպատիժ չպետք է չմնա, բայց գիտեք ոնց էթնիկ խմբի անդամներին պատժել այդ էթնիկ խմբի չափածուցված անդամների գործողությունների համար, առավել ևս կանանց երեխաների հիվանդանոցներ կամ համալսարաններ տրաքացնելով, դա ռազմական հանցագործություն է։ Դա այն է, ինչ որ ցեղասպանություն է, ասենք, չգիտեմ, դա նույնն է, ինչ որ դու, չգիտեմ, ինչ որ մի ազգի ներկայացուցիչ քեզ վիրավորի, դու գնաս այդ ազգի ներկայացուցիչ որ երեխայի բռնես մորթես լրիվ ուրիշ երկրում, լրիվ ուրիշ տեղ, լրիվ անհասկանալի պայմաններով։ Սա անթույլատրելի գործողություն է։ Եվ մեծ հաշվով հիմա բանակը ինչ վիճակում, ասենք մոբիլիզացիա, բանակը դուրս են բանանալու, դուրս են գալիս։ Ես օրինակ երբեք Տակեր Կարլսոնի բանը չեմ եղել, կողմնակիցը կամ ֆանատես, վերջերս Տակեր Կարլսոնի ինչ որ մի բան ընկավ աչքովս։ Պոդքաստ է, մարդը խոսում է։ Մարդը խոսում է ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարաբերությունների մասին։ Մարդը արտահայտում է մագաների, այսինքն Տրամփի ամենակուռ աջակիցների կարծիքը։ YouTube-ում կարող եք նայել մեծ հաշվով, այնտեղ խնդրեմ չկա, ինքնից անգլերեն է, բայց եթե շատ ֆրանսերեն գիտեք, բան տակից սուբտիտրներ կան կարող եք նայել։ Ինքը ուղղակի ամբողջ ապացուցողական այդ բանը թե ֆորմալ տրամաբանության եւ փաստերը ձեռքում ապացուցում է, որ Իսրայելը Ամերիկայի համար վնաս է, վտանգ է եւ սխալ է գործում եւ ԱՄՆ-ն չպետք է աջակցի Իսրայելին։ Հիմա այս ամբողջ պատմության մեջ կորցնելով ԱՄՆ-ի այդ կոնսերվատիվ բանի աջակցությունը, այսինքն Տրամփի հիմնական ընտրական բան զանգվածի, ոնց է պատրաստում Իսրայելը տակից դուրս գալ։ Ես չգիտեմ։ Այսինքն օքեյ, Տրամփը եւ խաղաղությունը Իսրայելում ոչ մի կապ չունեն։ Իսրայելը հոգնել է, Իսրայելը չի կարողացել հասնի ոչ մի նպատակի 2 տարվա մեջ։ Հութիները Եմենում շարունակում են գործել, հա, օքեյ, մի քանի օդանավակայան է ստրակացրել, իրանք ընդեղ են։ Ոչ չես կարող անես։ Համասը շարունակում է գործել, իրանք են ասում, որ շարունակում է գործել։ Հեզբալան շարունակում է գործել, չնայած պեյջերներով ինչ որ վերնախավտրակացրեցիք, ավելի վատ եղավ։ Նրանք, ովքեր պատրաստ էին բանակցությունների, այսինքն Նասրալան պատրաստ էր բանակցություններ վերացրեցիք։ Կատարի հետ հարաբերությունները փչացա, որովհետև Կատարը բռնեցիք, տարակացրեցիք շենքը, քաղաքացիական շենք եք տարակացրել։ Իրանին ռմբակոծել եք, ոչ մի արդյունքների չեք ստացել, ձեր իսկ ասելով ռմբակոծել եք, բայց շարունակում եք պնդել, որ միջուկային ծրագիրը կա, ուրեմն արդյունքի չի հասել։ Ուրեմն Իսրայելը եւ ԱՄՆ-ն 12 օր ռմբակոծելով եւ ամեն օր հայտարարելով, որ իրենք իրենց նպատակներին հասել են, 15-րդ օրը Իրանը դեռ շարունակում է հարստացնել, ուրեմն դուք ոչինչի չեք ասել։ Սրա մասին չեն խոսում, բայց տեսեք դուք նոր ասացիք եւս Իսրայելը եւ Միացյալ Նահանգները։ Իսրայելը ասում եք պարտվել է, նշանակում է Միացյալ Նահանգների դիրքերն են թույլ է։ Միանշանակ։ Իսրայելին պաշտպանողը Միացյալ Նահանգներն են։ Մենակ Միացյալ Նահանգները։ Եվ մի հարցել Պաղեստինի որպես պետության հռչակման հարցը չի հանվել, ճիշտ է օրակարգից։ Պաղեստինը արդեն անկախ պետություն որպես այդպեսին ճանաչվել է։ Այո։ 1967 թվականի սահմաններում։ Որպես պետականություն ճանաչում, ինչ որ Մենակ Նետանյահուն ասում, որ չի լինի։ Այո,
Նետանյահուի ծրագիրը, որպեսզի այդ հարցն Տապալվեց։ դուրս գա օրակարգից, Տապալվեց։ դա ոչ միայն օրակարգում է, այլ նաև ավելի հաստատուն է։ Այսինքն Այո, ամբողջությամբ։ Տրամփի իշխանության գալը եւ ԱՄՆ-ի միջազգային հարաբերություններում վարկանիշի գահավիժումը համընկան եւ ուղիղ կապի մեջ են։ Ապացույցներ չկան, բայց արտաքին, սենց ապացույցներ կան, ոչ մեկ հարցում չի անում, որ ասեմ, այս հարցումների արդյունքներով չկա տենց, որ ասեն ինձ վարկան։ Բայց մենք տեսնում ենք, որ չի աճում ամեն դեպքում, ես տեսնում եմ, որ նվազում է։ Բարի, այսօր հոկտեմբերի 10-ն է, 2 օր առաջ, 2 ամիս առաջ, այսինքն 2 ամիս է արդեն անցել, այդ Վաշինգտոնում ստորագրած նախաստորագրությունից, այո, նախաստորագրման օրվանից, օգոստոսի 8-ից։ Ինչ ունենք այս պահին, խաղաղություն ունենք թե ոչ, եկեք մի փոքրիկ այսպես նախաբանով հարցը ուղղեմ ձեզ։ Նախաբանս հետևյալն է, հայկական իշխանությունները, Հայաստանի իշխանությունները պնդում են, որ խաղաղություն է։ Ադրբեջանի պաշտպանության նախարարը այսպիսի ձևակերպում արեց Վաշինգտոնում ստորագրվածը կարևոր քայլ է, ավելի քան 30 տարի տևած պատերազմի ավարտի ուղղությամբ, այսինքն Վաշինգտոնում, եթե Հայաստանը ասում է արդեն խաղաղություն է, նա ասում է սա ընդամենը քայլ է դեպի պատերազմի ավարտը։ Եվ այս օրը շատ հետաքրքիր է, Ալիևը եւ Փաշինյանը շատ սիրալիր իրար հետ զրուցում են ԱՊՀ պետությունների ղեկավարների հանդիպմանը, որտեղ է գտնվում Փաշինյանը, այնտեղ է գտնվում, Դուշանբեում է գտնվում։ Եվ այսպես խաղաղություն է, գուցե խաղաղություն է Ալիևը եւ Փաշինյանը, ինչպես այդտեղ նշեցին մամլոասուլիսի ժամանակ, այսօր քննարկում էին ոչ թե խութերը, ոչ թե խնդիրները, այլ խոսում էին թե խաղաղության ուղղությամբ ինչ են անելու միասին։ Ամբողջ աշխարհում Եվրամիությունով, ԱՄՆ-ով, Հայաստանում ես, ոչ միայն ես, այլ նաև արտգործնախարարի պաշտոնյաները պնդում ենք, որ սա խաղաղությունը չի, այլ պատերազմի բացակայությունն է եւ օքեյ, քայլ է դեպի խաղաղություն։ Եթե խաղաղությունն է, ինչ խաղաղության պայմանագրի ստորագրության մասին խոսքը գնում, հա։ Բացի անձամբ Նիկոլ Փաշինյանից, ով փորձում է նախընտրական պայքարը սկսել օգոստոսի կեսերից 26 թվականի հունիսի, այսինքն ինքը ուզում է ժողովրդին այնքան ասի, որ խաղաղություն է Գեբելսի դրամաբանության մեջ, միշտ կրկնել շատ մեծ ահավոր սուտ, որովհետեւ մարդկանց այսինքն ինքը համարում է, որ ինքը թերթի խմբագիր է, գիտի ոնց է աշխատում, ինքը ամեն օր ասում է խաղաղություն է, ամեն օր կրկնում է, որ խաղաղություն է, բայց դա սուտ է, խաղաղություն չի, պատերազմի բացակայություն։ Քայլ է, պատերազմի ավարտի ուղղությամբ այն է։ Հիմա տեսեք, որ ասում ենք ադրբեջանցին, մարդկանց մոտ կարող է ներքին կոնֆլիկտ առաջանա, ինչի ենք մենք ադրբեջանցիներին մեջ բերում, բայց նույն բանը ասում է Եվրամիությունը, նույն բանը ասում է ԱՄՆ-ն, նույն բանը ասում ենք Հայաստանում մենք, նույն բանը ասում է մեծ հաշվով կոնտրագենտը, որի հետ հարաբերությունների բարելավման համար նաև այդ խաղաղությունն, այսինքն Թուրքիան, մեզ այդ խաղաղությունը ինչի է պետք, որ ռացիոնալ, մեզ պետք է, որովհետև նախապայման կա խաղաղության առկայություն սահմանի բացում, Թուրքիայի սահմանի բացում, Թուրքիան բազմիցս հայտարարել է, գիտենք տարբեր աղբյուրներից, թե իրենցից, ներքին թուրքական աղբյուրներից, ներքին թուրքական մամուլից, տարբեր ձևերով, բոլսից ես ունեմ այդ տեղեկությունները եւ այլն, ամբողջ Թուրքիայի վերնախավը պնդում է, որ սահմանը պետք է բացվի, վերնախավի մի մասը, որ Ալիևի հետ ֆինանսական կապեր ունի այս կամ այն կերպ Էրդողանի, որը նախագնական պայմանավորվածություններն պնդում են, խաղաղության պայմանագիրը կնքում եք, խաղաղությունը հաստատվում է, ես առանց որևէ բանի սահմանը բացում եմ։ Մենք չենք կարող այս պահին ասել, որ դու սուտ ես խոսում, որովհետև հələ որ բան չկա։ Չեն ասում, չէ, չենք բացում, չեն ասում դե այլ պայմաններ առաջ չեն բերում։ Հա, օրինակ տեսեք, եթե իրենք խափեն կամ այլ պայմաններ առաջ քաշեն, դա կերև է, իրանք ասեն, օրինակ համել ուզում ենք, որ չգիտեմ, ձեր կնիքի վրա մասիսը չլինի, բայց իրանք դες բաներ չեն ասում։ Իրանք ընդհանրապես ասում են խաղաղություն թող լինի, սահմանը բացենք։ Ուրիշ բան չեն կրկնել, իսկ քան վաղ տա 94 թվականից դեն ասում։
Հիմա, եթե կա խաղաղություն, ուրեմն սահմանը պիտի բացվի։ Սահմանը բաց չի, հետևաբար խաղաղություն չկա։ Ուրեմն ամբողջ աշխարհը պնդում է, որ խաղաղություն չկա, եւ այն միակ ինդիկատորը, որը ներքին այդ, եթե դավադրական տեսությունների եք հավատում կամ չեք հավատում, էական չի։ Միակ ինդիկատորը, որ իրականում ամբողջ համաշխարհային կառավարման վերնախավը բանա ընդունում է, դա Հայաստան, Թուրքիայի մինչև սահմանի բացումն է Թուրքիայի կողմից, ուրեմն մեր կողմից բաց է։ Եթե սահմանը բաց չի, ուրեմն խաղաղություն չկա, վերջակետ։ Ուրեմն ամբողջ աշխարհը պնդում է, որ խաղաղություն չկա։ Միակ մեզ հասանելի ինդիկատորը Թուրքիայի սահմանի բացումը չի աշխատում, այսինքն ինքը ցույց է տալի, որ խաղաղություն չկա։ Մենք ունենք մի հատիկ Նիկոլ Փաշինյան, ով 2 ամիս է հենց խոսափողա տեսնում, որը նույնիսկ իրան չի ուղված հարսանիքի խոսափող լինի, վազելով գնում ասում խաղաղություն կա ու փախնում է։ Չէ։ Սուտ է խոսում, կներեք, այտենց է ստացվում։ Լավ, եկեք տեսնենք ինչ է անում այժմ Նիկոլ Փաշինյանը։ Այո, ասում է խաղաղություն է։ Մեր իշխանությունները մենք ասացինք, որ ասում է խաղաղություն է, բայց բառացիորեն 2-3 օր առաջ նա էլի Facebook-յան ուրեմն այսպես շփում ունեցավ ազգաբնակչության հետ եւ ինքն իրեն այսպես հարց տվեց, ասում է շատերը հարցնում են, թե ինչ տարբերություն կլինի երրորդ եւ չորրորդ հանրապետությունների միջև, տարբերությունները այսպիսին են, առաջին տարբերություն կանցնենք առաջին տարբերության վրայով, երկրորդի վրա կանգնեմ եւ երրորդի վրա կանգնեմ կամ չորրորդի վրա։ Երրորդ հանրապետությունում ասում է Փաշինյանը, սահմանադրության ընդունումը մեծ կասկածներ է առաջացնում, այնպես ինչպես ընդունվել է սահմանադրությունը։ Մինչդեռ չորրորդ հանրապետությունում նման կասկածներ չպետք է լինեն։ Ինչ է նշանակում սահմանադրության ընդունումը, կասկած չի ունենա, եւ մենք սահմանադրություն բառը մենք լսում ենք, մենք հիշում ենք Ալիևի պայմանը։ Սահմանադրություն լսում ենք, հիշում ենք ինչու գուցե ես հարցնում եմ, բաց չի հայ-թուրքական սահմանը։ Չէ, դրա հետ կապ չունի։ Դե հիմա հարցրեցի ես։ Հիմա համարենք որ եկեք ամենասկզբից գանք նրանից, որ դիլետանտներին չի կարելի թույլ տալ գաղափարախոսական աշխատանք իրականացնել, որովհետև դա վերածվում է ստենդափի շատ վատ, այն լինում է, չէ, որ վատ ստենդափ։ Այստեղ մենակ գաղափարախոսական չի, փիլիսոփայական էլ է։ Հա, որ ոչ ծիծաղալու է, ոչ բան այն իսպանական ամոթ է։ Ուրեմն տեսեք, նախ հանրապետությունների համարակալումը դա ֆրանսիական ավանդույթ է։ Ֆրանսիական ավանդույթը, որը հիմնված է սահմանադրությունների վրա։ Եկեք գանք նրանից, ընդունենք, որ առաջին հանրապետությունը ուղղակի չի հասցրել սահմանադրություն ընդունել։ 36 թվականին եղել է սահմանադրություն ՀԽՍՀ-ի, այսինքն Հայաստանի սովետական սոցիալիստական միության, որը Անդրկովկասյան ֆեդերացիայից դուրս է եկել եւ մտել է սովետական միություն ուղիղ, որտեղ մինչեւ այդ մենք ձևավորել էինք Անդրկովկասյան ֆեդերացիա եւ Անդրկովկասյան ֆեդերացիաներ սովետական միության անդամ։ 36 թվական, 77 թվական, 3, 95 թվական, 4, 95 թվականից սկսած մենք սահմանադրություն չենք քվեարկել, մենք քվեարկել ենք սահմանադրության մեջ փոփոխություններ։ 2005, 2095, 2095-ին ընդունեցինք, 2005-ին եւ 2015-ին մենք ընդունել ենք սահմանադրության մեջ փոփոխություն։ Այսինքն մենք 4-րդ հանրապետության մեջ ենք։ Եթե ոչ թե դիլետանտ, ոչ թե դե իտակ սայջոտ, դելա ոչինչ, էսի սիրուն բառը ասենց կասենք, ընենց կասենք, եթե վերցնում ենք համարակալումը, համարակալումը գոյություն ունի միայն ֆրանսիական ավանդույթում եւ կպածա բացառապես սահմանադրությունների փոփոխությունների։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանը ապրում է 4-րդ հանրապետությունում։ Եթե ինքը գնում է որպես դրոշի փոփոխություն, որ այնտեղ մեզ մոտ, չգիտեմ, զինանշանի եւ դրոշի փոփոխություն գաղափարապես, հա, որ գերդն է փոխվում, առաջին հանրապետությունը 18-20 այնուհետև ԽՍՀՄ-ը, որը որ արդեն այդ սոցիալիստական բաներով եւ հիմա երրորդը, որը որ դրոշ գիրնի։
այդ պարագայում եթե ինքը ասում է 4-րդ, ուրեմն ինքը պետքա փոխի զինանշանը եւ դրոշը։ Սահմանադրության հետ դա կապ չունի, որտեղ առնվազն 3-րդում մենք 2 անգամ սահմանադրություն ենք փոխել։ Բայց ասում կասկածելի պայմաններում ես կասկածելի Չէ, եթե սահմանադրության մի րոպե, եթե սահմանադրության մեջ ենք, ապա սովետական միության մասին է խոսքը։ 36-77, մենք 2 անգամ 78, մենք սահմանադրություն ենք փոխել։ Սովետական սոցիալիստական ռեսպուբլիկայի սահմանադրությունը մենք 2 անգամ փոխել ենք 0-ից 5-ը։ 95-ը այդ արդեն 4-րդ հանրապետությունն է, այդ եմ ասում։ Եթե ինքը հիմա պատրաստվում է սահմանադրությունով հաշիվը տանել, ուրեմն ինքը պետք է գնա դեպի 5-րդ հանրապետություն։ Եթե ինքը Գերբուգինն է փոխում 4-րդ, ինչի համար եմ այսքան երկար պատմում։ Մարդիկ դիլետանտ են։ Ինքը միակ բանը, որ ունի, ցանկություն ունի ինչ որ մի կերպ տեղավորվելու արևելյան ոնց ասեմ սելջուկ բոլշևիկյան թուրանական այդ մեծ կոնստրուկտի մեջ ասիական կոնստրուկտի մեջ որովհետև եթե դու կարիք չունես թուրանական պրոյեկտի մեջ ներգրավելու դու նաև կարիք չունես այս ամեն ինչի Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը գործող թույլ է տվել թավշյա ոչ բռնի ժողովրդավարական հեղափոխություն իդեալական սահմանադրությունը ժողովրդավարության համար Բայց ասում կասկածներ կան պետք է նորը ընդունեմ ես նորից եմ ասում կան քաղաքական գործիչներ ովքեր այնքան դիլետանտ են որ չեն հասկանում ու սկսում են այն ճյուղը որի վրա նստած են այդ ճյուղը կտրել Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության, որովհետև այս սահմանադրությունը թույլ է տվել ժողովրդավարության այնպիսի դրսևորում, որի արդյունքում մարտով ոտով Գյումրիից գալիս էր, կարողացավ անել բռնի, թավշյա, ինչ է այնտեղ ոչ բռնի, ինչ որ տենց խաղաղ ժողովրդավարական հեղափոխություն խոնարհվում եմ ձեր առաջ, սիրում եմ ձեզ բոլորին, այդ տեքստերը բոլորս հիշում ենք։ Դու ունես այդ սահմանադրությունը որը դա թույլ է տվել, ինչ ես ուզում փոխես, ինչ կա, որ դու ուզում ես փոխես, ինչը ձեռք չի տալիս գերժողովրդավարական հեղափոխություն թույլ տված սահմանադրության մեջ։ Ինչ կա, ինչը ձեռք չի տալիս։ Չգիտեմ, Նիկոլից է պետք հարցնել։ Ինքը ասում է։ Ինչ ասում։ Որ կասկած կա, եղբայր, եթե կասկած կա, բայց նույնիսկ այդ կասկածներով հանդերձ ստացվել է այն ինչ ստացվել է, այսինքն չէ որ դու ինչ որ բան պլանավորում ես, բայց իրականությունը քո պլանների հետ չի բռնում։ Սա էլ է խնդիրներից մեկը, որ դիլետանտության դրսևորում է, որ դու միջավայրը լավ չես կարողանում գնահատես, դու ինչ որ բան պլանավորում ես, ու պլանավորես ասես էս պետք է լինի զարգացման ճանապարհ կամ այսպես էս գործողությունը իրականությունը չգիտեմ, անձրև է գալի կամ շատ շոկ է կամ ձմեռ է կամ ինչ որ բան, մի քիչ պետքա պլաներդ փոխես։ Եթե ասենք Մանդելայի փոխարեն Կլաուզևից կարդար կիմանար, որ ցանկացած ռազմական պլան փոփոխության է ենթարկվում այն վարքյանից, որ դառնում է բան, դաշտային գործողություն։ Այո, հենց որ պատերազմը սկսում է, պլանը պետք է փոփոխվի։ Հիմա քեզ դուր չի գալի սահմանադրության մեջ շուրկետեր կա, որ դուր չի գալի։ Սահմանադրությունը եկե կապել է իրականությանը, եւ այնպիսի մի ագլոմերացիա, ագրեգացված իրականություն առաջ, որը թույլ է տվել գել ժողովրդավարական փոփոխություններ։ Ինչ ես ուզում։ Աստծուց կրակ ես ուզում։ Սրանից լավը կարող է չստացվի։ 100% չի ստացվի։ Ասում է երրորդ հանրապետությունում Նիկոլ Փաշինյանն է ասում, երրորդ հանրապետությունում ժողովրդի իշխանությունը հարաբերական է եւ ձևական։ Այսինքն այսօր, այս 7 տարի իր կառավարման ընթացքում ժողովրդի իշխանությունը հարաբերական է եւ ձևական, իսկ չորրորդում այն պետք է լինի հստակ եւ անվիճելի։ Այսինքն մենք կարողացել ենք անել թավշյա ոչ բռնի ժողովրդական հեղափոխություն ինքը հպարտանում է մեզանով, սիրում է մեզ բոլորիս, խոնարհվում է բոլորիս առաջ, հա վարչապետ 3 միլիոն վարչապետ ունենք, բայց դա լավ չի, դրանից լավ ինչ պետք է լինի։ Ձևական է եղել ժողովրդի իշխանությունը։ Ձևական չի, բայց ասենք նորմալ է, չէ, կառավարում ես, դու ինչ ես դրա գնահատականը իշխանությունն է տալիս։ Ոչ, տեսեք, դա նույնն է, որ ընդհանուր առմամբ դա հələ հին հռոմեական իրավունքից է։ Գործ, որի մեջ դու ներգրաված ես, դու չես կարող քննես։ Իշխանությունը չի կարող ինքը իրեն գնահատական տա, ինքը լավն է թե վատն է, ժողովրդավարական է, չէ, դա մեր գործն է։ Մեր, որովհետև
իրանք մեր վարձակալածն են, դուրներս չկա կփոխենք, ոնց որ ինքն ասում, որ շատ դուրներս չկա, հեղափոխություն կանենք, ոչ բռնի, թավշա, ժողովրդավարական, մեկ ուրիշը կգա, կսիրի մեզ, կհարգի Կամ մեզ, ասում եթե հեղափոխություն չեկարի, ուրեմն ձեր դուրը ամեն ինչ հա, լավս է։ հիմա մեզ դուրներս չեկավ, ինչ արեցին, քայլարա խերժի մերժի, ինչ արինք, մի հատ էլ կմերժենք։ Հիմա ինչ։ Բայց ոնց պետք է հստակ եւ անվիճելի լինի, դուք ձեզ համար པարզ է, ինձ համար ճիշտ ասած པարզ չէ, գուցե ես շատ բան չեմ Հստակ եւ անվիճելի միայն մեկ բանն է, որ ինքը սահմանադրության փոփոխությունը կարա օգտագործի իր սեփական, իր պատկերացրած N հանած 1/3 Հայաստանի կամ N-ը մի աստիճանի Հայաստանի ինչ որ բանի մեջ, ինչպես տարբեր տեսակի եւ որակի մանդելանները ինքը իրան ինքնամեծարման բաներին ինքը մեծ հաշվով պուճուրիկ շատ վատ ավտորիտար բանի ձգտող մարդ Պարոն Սարգսյան, ամենասկզբում զրույցի դուք ասացիք, որ օգոստոսի 8-ից կարելի ասել, եթե ոչ ավելի շուտ, բայց օգոստոսի 8-ը նշեցիք, որպես մեկնարկ նախընտրական քարոզի, քարոզարշավի Նիկոլ Փաշինյանի Սա եւս այսպիսի դրույթներ եւս քարոզարշավի մեջ են մտնում, որ նա ասում է ինչ եմ ես պատրաստվում անել, ինչպիսին պետք է լինի Հայաստանը։ Տեսեք, եթե դուք ուսումնասիրեք միջազգային պատմական փորձ, ընդհանրապես հասարակությունների մակարդակը իմ բանով ասում, 7 տարի իշխանության արդեն 8 տարի պետք է լինի, 8 տարի իշխանության գտնվող ուժին չի կարելի թույլ տալ ինքը սահմանադրություն փոխի։ Որովհետև փորձը ցույց է տալի, որ նույնիսկ 5 տարի հետո մեկը որ սկսում է սահմանադրություն փոխել, ինքը փոխում է այդ սահմանադրությունը իր տակ, որպեսզի ինքը շարունակի կառավարել։ Սա ուղղակի կանոն է այստեղ, հենց այդ որ բայց էլ ավելի մեծ լիազորություն։ Հա, Նիկոլի հետ էլ կապ չունի, հա, Նիկոլի հետ կապ չունի։ Տեսեք, ինքը դե այս պահին թողենք մի հատ հանգիստ իրան։ Թողենք, որ ինքը գնա հեծանիվ քշի Տաջիկստանում, ինչ ուզում է թողան։ Խնդիրը նրանում է, որ իշխանության մեջ գտնվող 7 տարի ուժը ինքը մեծ հավանականությամբ արդեն ստեղծում է ինչ-որ կապեր, որոնք ավելի մեծ հավանականություն ունեն զարգանալու դեպի կոռուպցիոն կապեր, քան դեպի ժողովրդավարություն։ 7 տարի իշխանության։ Դրա համար չի կարելի թույլ տալ, որ իրանք փոխեն հեղափոխություն, բան անեն, սահմանադրություն փոխեն։ Ընդ որում սահմանադրության մեջ փոխեն ոչ թե ինչ որ առանձին վերցրած բաներ քննարկեն, այլ մեծ սահմանադրություն փոխեն, որը ինչին է նվիրված, այդտեղ ինքը լավ է ասում, իր մոտ լավ է ստացվում, բայց ամեն դեպքում սուտ է, ոչ մի տենց բանի չի նվիրված։ Նախ եւ առաջ խաղաղությանը նվիրված սահմանադրություններ աշխարհում, որը պաշտոնապես պատրաստվում է համաշխարհային պատերազմի, ես հասկանում որ մարդկանց կարա սա դուր չգա։ Ես հասկանում որ մարդկանց մոտ հույս կար, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատերազմի բացակայությունը դա միակ եւ ամենածանր խնդիրն էր երկիր մոլորակի, որը շարժվում է 30 կմ/վ արագությամբ դիեզերքում։ Ոչ տղյաներ եւ աղջիկներ։ Ընդհանրապես ոչ։ Երկիր մոլորակը շարժվում է համաշխարհային պատերազմի ուղղությամբ, որը կարա կասեցվի, եթե օրինակ Տրամպի նման առաջնորդները ոչ թե գնան դեպի մերկանտիլ կապիտալիզմի կառուցում եւ փակվեն իրանք սահմաններում, այլ այդ երկրների ռեսուրսները օգտագործեն միջազգային կոնֆլիկտները հագեցնելուն եւ կապը կորցրած տոտալիտար, ավտորիտար մանկապիղծ բանակների հրամանատարներին ոչնչացնելուն, որպեսզի ղեկավարներ ինչպիսին Բիբի Նետանյախուն, Վալոդկա Պուտինը, Իլխամչիկ Ալիևը, Ռեջեփ Տայիպ Էրդողանը, սրանքի հայրանունով ասի չգիտեմ, բայց ես էլ մի բան չգիտեմ, ոնց կարճատ վիրավորական ասեմ, որ մարդկանց ասնի, այս տիպի առաջնորդներին պետքա խաղից հանել։ Այն ինչը անում էր Բայդենի ադմինիստրացիան։ Ցավոք սրտի Ամերիկան լինելով ամենահզոր պետությունը, ԱՄՆ-ն լինելով ամենահզոր բանակ, ֆինանսական հնարավորություններ, ազդեցություն, լինի դա Հոլիվուդ կամ չգիտեմ ինչ, թվային տեխնոլոգիաներ եւ այլն, ինքը կամ փակվում է, որոշ դեպքում էլ աջակցում է այն առաջնորդներին, որոնք իրականացնում են համաշխարհային կարգը տապալելը։
Դե հիմա Թրամփը եթե ձեզ լսի, նախ կվիրավորվի, երկրորդը կհակադարձի, կարծում եմ։ Նա ասում էր, որ ես լինեի, ոչ թե Բայդենը լիներ, ոչ Ուկրաինայում պատերազմ կլներ եւ ընդհանրապես ես արդեն 8-րդ պատերազմն եմ կանգնացրել։ Ես եմ կանգնացնում, իսկ Բայդենի պատճառով այդ մարդասպանությունը, որը Ուկրաինայում կատարվում է, խոսքը ռուս-ուկրաինականի մասին։ Ռուս-ուկրաինական։ Okay, ինքը նախագահ էր եւ սկսվեց 44-օրյա պատերազմ, որի ընթացքում ամենահին քրիստոնյա ազգը տարածաշրջանում ստացավ հարված, ոչնչացվեց եւ իր դաշնակից Բիբի Նետանյահուն անմիջականորեն դրան մասնակցել է։ Անմիջականորեն։ Նենց որ հեքիաթները, որ ինքը կարա կասեցնի պատկերն ոչ մեկ չէր խանգարում։ Okay, չէր սկսի, հələ չէր կրել ընտրությունները, ասում էր 24 ժամ կանգնացնեմ։ Համաշխարհային սուտասանի կարգավիճակ ձեռք բերելուց հետո մի տարի է անցել, հələ չի կարողանում կանգնեցնի, ինչ արել, ձեռքերը լվացել։ Դե ասում եմ Պուտինի հետ իմ հարաբերությունները ինքան լավն էին, ոչ սուտաս։ Իր հետ իր ու Պուտինի հարաբերությունները միշտ եղել են վատ։ Ավելի շուտ ինքը միշտ եղել է ենթակա Պուտին։ Միշտ, որովհետև ինքը ընդամենը չստացված դեվելոպեր է, վատ բիզնեսմեն, որը հաջողացել է կազինո տակ տալ, իսկ Պուտինը չեկիստ է։ Գերագնահատել է իր ազդեցությունը Պուտինի վրա։ Գերագնահատել է իր սեփական անձի նշանակությունը համաշխարհային պատմության մեջ, Պուտինը ստեղ կապ չունի։ Ինքը ընդհանուր գերագնահատել է իր ամեն ինչը։ Եվ այդտեղ անձից անցնում ենք երկիր եւ երկրի վարկանիշն է երևի թե արդեն։ Երկրի վարկանիշը շատ վատն է, ԱՄՆ-ն չունի հեղինակություն այլևս։ Ժամանակին ԱՄՆ-ի խոսքը բավարար էր, հիշեցնեմ 23 թվականից 22 Պելոսիի գալը 22-ի սեպտեմբերի 14-ի պատմությունը ջերմուկի։ Մեկ զանգ Բլինկենից եւ ամեն ինչ կանգնեց, չնայած Պուտինը վիզ էր դրել։ Պուտինը ամեն ինչ անում էր, որ դա լինի։ Ընդ որում այդ հարցակումը համել նրա համար էր, որ Պելոսին չգար։ Բայց Բլինկենի մեկ զանգով կանգնեց եւ առավել եւ ավելին Պելոսին եկավ։ Եվ Պելոսին եկավ եւ ասեց, որ ժողովրդավարության եւ ավտորիտարիզմի դեմ պայքարը անցնում է այս ճակատով։ Այդ կապիտալը մենք ինչ արեցինք։ Պելոսի գալը ինչ այն, այդ ինչ ասա, հեծանի վակշում հիմա այդ կապիտալի բանի վրա։ Ինքը մինչև հիմա այդ կապիտալով ոնց որ այդ կապիտալի շնորհիվ Բայդենի ադմինիստրացիայի վերջի շաբաթվա մեջ 14-ին հունվարի կնքվեց հայ-ամերիկյան ռազմավարական խարծան եւ մինչեւ հիմա ինչ կա սա այդ կապիտալն։ Ախ Թրամփը Հայաստանի նման բան չի արել։ Թրամփը մինչեւ հիմա Հայաստանը չի հասկանում, Կամբոջայի հետ էր կռիվանում, Ալբանիայի։ Вообще Հայաստանն ով է, ինչա, խիա, ինչի մարա։ Դուք հասկանում եք, օրինակ, ինչի եմ ես ասում, որ վարկանիշ չկա։ Ամերիկայի վարկանիշը հիմա ուղիղ այնքան է, որ մեծ հաշվով Ալիևը կոշիկ է սրբում այդ ստորագրված փաստաթղթերի եւ Թրամփի ստորագրության վրա։ Նիկոլ կանգնում ասում է, բայց մենք դες բան չենք պայմանավորվենք, ասում է դա ինչ։ Զանգեզուրի միջանցքի դու չես պայմանավորվել, ես ասում եմ, քեզ ասել են, չէ, դուրը չկա զանգի տղա ես։ Այդ Զանգեզուրի միջանցքը օգտագործելն է։ Հա, իհարկե, բայց Զանգեզուրի միջանցքը օգտագործվում է կոնֆլիկտային վիրավորական, ոնց որ ամեն անգամ գնաս, բան անեն, գան ասենք, քեզ բանը բզեն, որ դու կռիվ անես։ Բա Բետա դու պետք է զանգես ասես եղբայր դու բան ես ստորագրել, մենք երկուսով բան ենք ստորագրել։ Այս մարդը ասում է, բայց Թրամփը չի ասի։ Որտեւ այս ամբողջ պատմությունը Բիբի Նետանյահուի համար էր եւ Աբրահամյան բաների համաձայնագրերին Ալիևը միանալու։ Սա կապ չունի։ Բայց իդեպ այդտեղ ինչ եղավ, Ալիևը այստեղ խոստանում էր, հիշում եք, խոստանում էր ԵԱՏՄ մտներ, այնտեղ խոստանում էր Աբրահամյան համաձայնագրերին միանալ, չէ՞։ Աբրահամյան համաձայնագրերը մեռան այն պահից, երբ Իսրայելը ռմբակոծեց Իրանը հետո Կատարը, չկա էլ տենց ման։ Ավելի շուտ դե արաբական երկրները արդեն լուրջ խնդիր կունենան, եթե փորձեն։
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ մտնելուն, իրան պետք չի, որ ինքը ԵԱՏՄ Իրան մտնի, բազավ պետք չի, բայց որովհետև ինքը իրանից միևնույնն է պահանջում էին դա։ շարունակում է, հա, չէ, ինքը միևնույնն է շարունակում է Պուտինի համար փող լեվալ, գազա, նավթա ծախում է իր դրոշի տակ, ինչ որ պետք է անում է, փողը կիսվում են։ Այս վերջի Տաջիկստանի հանդիպումն էլ ցույց տվեց, որ եփ է ես ասում, որ սուտ է այս սաղ պատմությունը։ Մայիսին սուտ է։ Պուտինը դուրս եկավ, ասեց, դե ինչ Հա, ես եկուցեցին, նորմալ, իրենք ես նորացեցին, չգիտեմ, երեք ասին այսօր հարց չկա, բարիք չեցին։ Բա ինչ էր ձեզ թվում, որ իրանք իրանք տենց բան է եղել։ ընդհանուր առմամբ դավադրության տեսությունների կողմնակիցները հիմա կասեն, որ իրանք հատուկ Նիկոլի համար էս խաղացին, որ Նիկոլից փոկեն այդ միջանցքը։ Այնից ցույց տվեց, որ ինքը Ռուսաստանի հետ հակացը դրա համար Ամերիկայի տակ կգնա կստորագրի, բան Նիկոլն է կուտը կերավ ստորագրի։ Ռուսաստանի մասնակցությունը ինչպես եք տեսնում, եթե Որտեղից։ այդ Զանգեզուրի Դե միջանցքը հիմա միասին էլի արեցին։ սկսեցին իրար համբուրել, մեղմ փաթաթվել, հետեւաբար հա դե իրանք կսկսեն դրանից օգտվել, կսկսեն դեպի միջերկրական ծով, իրանք ունենում են, ասենք, երկաթգծի ճանապարհ։ Ինչի՞ եմ ես ասում երկաթգիծ պետքա չլինի։ Ինչի՞ էի ասում ամենասկզբից, որ երկաթգիծ պետքա չլինի, որտեղ Նիկոլ Փաշինյանը հիմա չի կարող ապահովի, որպեսզի երկաթգիծը Ռուսաստանի երկաթգծերը չվերցնեն։ Պարզապես հիշեցնենք, եթե ով մոռացել է, որ 21 թվականին պետական Ռուսաստանի պետական բյուջեում Օրդուբադ Հորադիս ճանապարհը, այսինքն այդ կտորը Մեղրին եւ Ադրբեջանի այդ կտորը հանձնված էր կոնցեսիայի, պաշտոնապես այդ թղթերը կան, հանձնված էր կոնցեսիայի Ռուսաստանի երկաթգծերին, Հարավկովկասյան երկաթգծերին։ Մինչև Հորադիս կայան, ոչ թե խաղալիք։ Գլոբալ դարպաս ֆորումում մասնակցեց Փաշինյանը եւ ասեց հետեւյալ. հիմնական իմաստը ելույթի հետեւյալն էր. Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Եվրամիության եւ Կենտրոնական Ասիայի միջև։ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ապացուցում է, որ ինքը խորը ասիական մարդ է եւ ոչ մի ցանկություն չունի ինտեգրվելու Եվրոպական միության մեջ։ Կամ գոնե որ փորձում է դա հետաձգել հնարավորինս, որպեսզի որպես օֆշորային գոտի ավելի շատ ստանա, բայց դա կբերի Հայաստանի պետականության ոչնչացմանը, եթե ինքը մի քիչ էլ ուշացրեց։ Հայաստանի Հանրապետությունը չի կարող լինել կամուրջ թուրանական պետությունների միջև, որովհետև թուրանական պետությունները ունեն իրենց կամուրջը, դա Թուրքիան է։ Թուրքիան Եվրամիության մաքսային միության անդամ է եւ մի մաքսային միության մեջ է։ Հայաստանի կարիքը ընդհանրապես չկա։ Այդ 42 կիլոմետրի վրա բոլորը թքած ունեն, որովհետև Վրաստանով այդ ճանապարհը անցնում է եւ իրանք ունեն երկաթգծային ճանապարհ։ Եվ ընդհանուր առմամբ նորից եմ կրկնում, Կենտրոնական Ասիայի երկրների եւ Թուրքիայի շրջանառությունը առանց ռազմական բանի, որը չես կարա Զանգեզուրով անցկացնես ամեն դեպքում, ինչպես որ բանով, ինքը 3 Ղազախստանի հետ պետքա լինի 3.5 միլիարդ դոլար 32 թվականին։ Չկա տենց բան, գոյություն չունի։ Դու չես կարող լինել, դու կամուրջ, դու Եվրոպայի անդամ ես, դու քաղաքակրթականորեն Եվրոպայից, դու կամուրջ չես։ Դու Եվրոպայի ամենաարևելյան դարպասն ես, ոչ թե կամուրջը։ Եկանք հասանք, Խաչմերուկից հասանք կամուրջ, Խաչմերուկը գոնե հողի վրա էր, էսի օդում կախված է։ Ինչ ա ուզում ես մարդը։ Ինչ որ մեկը գոնե տանը իրան հարցնում է, ինչ ես անում։ Այդ պատկերացումները, վատ թերի փիլիսոփայական մտքերը, անպատրաստված տնտեսական հայտարարությունները, անհասկանալի գաղափարախոսությունը, այս բոլորը ավելացնում են քաոսը։ Կա կանոն, գոնե քաոսը մի ավելացրու։ Չես կարողանում, գոնե վնաս մի տուր։ Հանգիստ ինքը կարա հանգիստ վերընտրի, պարտադիր չի, չես կարող արդեն մտել ես պատմության մեջ, որպես շատ վատ ռազմական ղեկավար։ Շատ վատ։ Նա ասում է, ես խաղաղություն եմ։ Ինքը խաղաղություն չի բերել։ Ես, հա, լավ։ Նորից եմ ասում, խաղաղությունը դա ոչ թե Նիկոլ Փաշինյանի խաղաղություն կարա ասի, որ խաղաղություն է բերել, մարդ ով ունի ավելնորդ, հավելյալ երկու տանկային կորպուս, որ կարա քշի գա Բաքուն սարքի ոչ թե Աբշորոնի թերակղզի, այլ Կասպից ծովի եւս մեկ բան խոց։ Այն որ կարաս մտնես, մաքրես, փորես, վրան ջուր լցնես։ Ու չես անում, այդ վաղտ ասում ես ես խաղաղություն եմ բերել։ Բայց երբ որ դու ոչինչ չունես, դու զանգում խնդրում ես,
ու քո ազգի վաղուց արդեն չեղած կամ դեռ գործող պայծառ դեմքերի համար, իրանց պատիվը պահելու համար, մեծ եվրոպական քաղաքակրթության պատիվը պահելու համար, քրիստոնեական արժեքները պատիվը պահելու համար, ինչ որ երկրներ, որոնք կարող են, ասում են, չհամարձակվեք սրանց վրա, հարցակվեք, այդ դու չես բերե խաղաղությունը։ Դու չես բերե խաղաղությունը, դու որ հեռախոսը չվերցներ, իրանք էլ կխառնվեն կամ մեկ ուրիշը կվերցներ։ Նորից եմ կրկնում, խաղաղություն կարա բերի այն ղեկավարը, որը ունի հավելյալ 2 տանկային կորպուս եւ որոշումը չհարցակվել։ Ու ասում է, չէ, խաղաղություն ենք կնքում, չենք հարձակվում։ Ստիպված եմ հիշեցնել նորից ներողություն, որ վկայակոչում եմ էլի ադրբեջանական աղբյուր, պաշտպանության նախարարը ասում է մենք ընդամենը կարևոր քայլ ենք արել պատերազմի ավարտի ուղղությամբ, այսինքն պատերազմը ավարտված չի, որտեղ 200 քառակուսի կիլոմետր իրանք զավթած պահում են տարածքի։ Դա դուք եք ասում, նրանք էլ ուրիշ բան են մտածում, բայց փաստը դա է, որ նա դա է ասում է պատերազմը ավարտված չէ։ Գովազդ հայտարարենք եթերում, պարոն Սարգսյան, եթե դեմ չեք, գովազդը եթերում, սիրելի հայրենակիցներ, 3 վայրկյան հետո մենք կվերադառնանք տաղավար։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցային համադրությունը։ Երևան շիփինգ։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Ասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ։ Պարոն Սարգսյան, մենք Հայաստանում հետևում ենք ինչ է կատարվում Ֆրանսիայում։ Ես գիտեմ, որ դուք եք հետևում եւ ես առանց նախաբանի պարզապես հարցնեմ, ինչ վիճակ է Ֆրանսիայում, այնտեղ վարչապետի հետևից փոխվում է։ Ֆրանսիան ուղղակի հայտնի է ժողովրդավարական այդ ավանդույթներով եւ յուրաքանչյուր պահի, երբ Ֆրանսիայի քաղաքացիներին շուտ բան դուր չի գալ, իրանք
Բոնապարտի ժամանակներից էլ մի փոքր էլ առաջ որոշում դուրս գան փողոց։ Բողոքի ակցիաներ կան, որոնք հիմնականում կապված են ոչ նույնիսկ այդքան սոցիալական խնդիրների հետ, այլ նախկինում վարած քաղաքականության եւ ընդհանուր առմամբ Մակրոնի թույլ տված ինձ թվում է վրիպակ սխալ ինքը անցած տարի երբ բաներ Եվրոպարլամենտի ընտրությունների ժամանակ երբ աչերը ախտեցին, չգիտես ինչի որոշեց որ լրիվ չպարտավորված արտահերթ ընտրություններ արեց եւ գործող կառավարությունը ոնց որ խավես դուրս եկավ։ Ինչնց կայուն պետք էր։ Ինքը կայուն կառավարություն էր եւ մեծ հաշվով Ֆրանսիան գտնվելով առաջնագծում Եվրոպայի խոսքը ուկրաինական պատերազմում Եվրոպայի դերի մասին էր եւ այդ բանի ես օրինակ նայում եմ ֆրանսիացիքն են ասում չպարտավորված ոչ օրենքի պահանջ կար ոչ հասարակական պահանջ կար ինքնահաստատվելու խնդիր ինքը խնդիր ուներ դա Ֆրանսիայում ընդունված է բայց ցավոք սրտի հետ վերադառնալով դեգոլն էլ տենց ինչ որ հանրակրվե արեց ասաց եթե հանրակրվեն բան չանեք ես հրաժարական կտամ հրաժարական տոց ոչ մի լավ բանով դա չավարտվեց այսինքն ինչ որ իմաստ չունի Ֆրանսիայի կառավարությունը մեծ հաշվով խնդիրներ ունի այդ խնդիրները կապված են նրա հետ որ մեծ sense եթե մեծ մազուկներ ունեք դա բանն է անկանոն միգրացիոն ներհոսքը տարիներ առաջ որը օրենսդրությունը ստեղծված է ֆրանսիացիների համար ինքը սոցիալական պատասխանատվությունը բավականին մեծ ինքը շատ լավ երկրի համար եթե երկրի քաղաքացիների մասն է խոսքը շատ լավ բան միգրանտները մեծ հաշվով այդ համակարգում գալիս են որպես օտար այսինքն համակարգը կառուցած է նրա վրա, որ դու աշխատում ես բավականին բարձր սոցիալական վճարումներ ես կատարում եւ օգտվում ես ամեն ինչից այդ պետության շրջանակներում ոնց այդ պետության քաղաքացի։ Ցավոք սրտի միգրանտների գալը ինքը սոցիոլոգիական խնդիր է։ Երբ միգրանտները գալիս են իրանց դնում են սոցիալականի մեջ, այն սոցիալականի, որը ստեղծած է քո քաղաքացիների համար։ Համակարգը բան է լինում, չի դիմանում որտեվ ինքը ոնց որ պատկերացրեք տուրբին է, պատտվում է, ինքը նախատեսված է այսինչ ջրի հոսքի համար, հա, կամ այսինչ օդի հոսքի համար, դու մեկ էլ հոսքը երրապատկում, քառապատկում ես։ Ինքը սկսում է խնդիրներ առաջանալ, այսինքն process-ը խնդիրներով է գնում։ Միգրանտները չեն ստեղծել ոչինչ, չեն դրել այդ պետության կոպիտ ասած այն տեղը, որտեղից որ վճարումները գնում են։ Եվ իր ընտանիքների անդամներն էլ չեն ստեղծել, եւ չեն ստեղծելու, եւ իրանք նույնիսկ եթե ուզենան չեն կարող որտեղ շատերը լեզու չգիտեն, մասնագիտություն չունեն եւ այլն, հա, այս խնդրումը որտեղ է։ Բայց համակարգը սոցիալական պատասխանատվության համակարգը պետական։ Իրանց ընդունում է որպես օքեյ, մեր տարածքում խնդրեմ ունես, մարդիկ պետք է լուծենք այս խնդիրները։ Ընթացքում ստիպված ես լինում հարկերը բարձրացնել ես քո աշխատողների։ Դե որտեղ նրանք չեն աշխատում։ Բոլորի համար ես բարձրացնում մեծ հաշվով, ոչ թե նրանցը չես բարձրացնում, բոլորի համար բարձրացնում ես, բայց նրանք հարկային դաշտում չեն։ Ու իրանք գալիս են այն երկրներից, որտեղ մարդիկ, հիմնական մասը գալիս է այն երկրներից, որտեղ մարդիկ օրը 1.5 եվրոից պակաս են ծախսում ապրելու համար։ Եվ իրանք ընկնում են մի երկիր, որտեղ իրանք մարդը 3-ից 4 եվրո փող է հասնում, պլյուս շատ բաներն էլ անվճար։ Այդ ում հաշվին է հասնում։ Քաղաքացիների, ովքեր որ աշխատում են։ Այո, ովքեր աշխատում են։ Ում բեռը հարկային բեռը բարձրանում է։ Եկածները չեն հասկանում խի պետք է աշխատեն։ Իրանք ոչ թե վատն են, ոչ թե բան, տրամաբանական է, ինքը, ասենք 3 օրը մեկ կարողանում էր ինչ որ մի բան ունենալ, որը կարելի է շատ մեծ տենց մոտեցումով կոչել հաց։ Իսկ ստեղ ինքը ունի հաց, պանիր, ֆուագրա, կոկա-կոլա, տրանսպորտ, ինքը համել փախստական է, իր երեխուն են տալի, համել դպրոցենտր, ինքը չի հասկանում խի պետք է աշխատի, ինքը հասել է իր երազանքների ամենավերին կետին, այն ինչ որ երազում էր, ու դրանից մի 4 մետր էլ վերև է։ Որտեղ ինքը չի հասկանում, խի պետք է աշխատի։ Լավ, պետությունը ոնց կայունությունը շարունակի պահպանել։ Պետության կայունություն շարունակ, դա բանն է,
Մավոսմով որ իմանայի կդառնայի Ֆրանսիայի վարչապետ, Չէ, ինչ մենք որտեղ Մակրոնի թեման ենք քննարկում։ Մակրոնի ինչը համար Մակրոնի այս վիճակը։ խնդրեմը հիմա ինքը ինչ արեց, ինքը բանը իջացրեց։ Տեսեք, իրականում բայց այդ միգրանտների լավը որն է, որ դու դրանց երեխեքին վերցնում ես, սարքում ես ֆրանսիացի, իրանք քանակով շատ են։ Իրանք սկսելու են աշխատել, բայց այդ հիմա չի։ Այդ 15-20 տարի հետո իրանք սկսելու են աշխատել գեներացնել եւ դրա շնորհիվ աշխատուժը կավելան, այսինքն դրա շնորհիվ երկիրը կշնչի, կարտաշնչի։ Իսկ մոդելը հիմա գոյություն չունի։ Մոդելը հիմա այն է, ինչ որ արել է իրականում Մակրոնը։ Թոշակային տարիքը բարձրացնել, որտեղ ասենք մարդ հա ինչ-որ աշխատում է 50 տարեկանում ասում է ես գնացի թոշակի։ Okay, դու գնացիր թոշակի, բայց դու մեծ հաշվով առողջ ես։ Ստացվում է, որ մեկ աշխատողը պահում է 4 թոշակառու, 5 թոշակառու, ինչ հնարավոր չի։ Բայց այդ մարդը, որը 50 է, ինքը իրականում պայմանական 50 է, ինքը 15 տարի կարող աշխատի նորմալ։ Գոնե ոչ թե թոշակ ստանա, այլ աշխատի ինքը իրեն պահի։ Լուծումը էս է, այսինքն ինչ որ միտեղ հասարակությունը պետք է մնա։ Նորից եմ ասում, մեղավորը միգրացիոն հոսքը չի։ Մեծ հաշվով են որ Ֆրանսիա խոսում է, ասում մեղավորը այն է, որ ֆրանսիացին որոշել է, որ ինքը պետք է երեխա չունենա։ Իսկ նրանք էլ մի 5 հատ կին են ունենում եւ եւ 15 հատ երեխա։ Այդ իրանց բանն է, ավանդույթն է, իրանք հատուկ չեն ունենում, այդ իրանք միշտ է տենց են ունենում։ Աֆրիկայում ինչ են շատ երեխա, որտեղից է գալիս, որտեվ իրանց մոտ բանը մահացությունը մանուկների շատ բարձր է։ Այնտեղ ծնվածներից 10 երեխա, որ 10 երեխայից 3-ը 4-ը մահանում են 1 տարի չհասած։ Այսինքն ծնված երեխաների ավելի քան 50%-ը 12 տարեկան չեն դառնում։ Իրենց մոտ այդ շատ ծնվելը ուղղակի ինքնապահպանական, ինքը գիտի, որ ինքը մի հատ երեխա ունեցավ, 99% հավանականությամբ ինքը այս երեխին 12 տարեկան չի հասել։ Ստեղծոց պաշտպանված են իրենք։ Ստեղծոց պաշտպանված են, բայց որպեսզի դու մշակույթը փոխես, այդ երեխեքին պետք է տանես դպրոց, իրանց դաստիարակես ֆրանսիացի, ինչը մեծ հաջողությամբ, ամենամեծ հաջողությամբ Ֆրանսիան ան։ Հիմա այս ամբողջ նախաբանը մեր նրա համար էր, որ տեսնենք այնուամենայնիվ հետ գանք Մակրոնին եւ տեսնենք Ժողովուրդը չի ուզում աշխատի։ Դիրքերը թույլ են, Մակրոնին իմպիչմենտ էին ուզում հայտարարել։ Չէ, այդ իմպիչմենտի հարցը միանգամից փակվեց, որտեղ ինչ որ աչերն էին ու ինչ որ մի կուսակցություն տարել են թե ազգային ժողովը, թե սենատը ասել են թուղթը հավաքի դավայ ստեղից, նույնիսկ չի քննարկվել։ Այսինքն բերել են թուղթը բան, այդ հանձնաժողովը իրավական որը բնավ դա ասել են փադեպ։ Բայց լուծում պետք է գտնվի։ Լուծումը չէ, լուծումը որն է Մակրոնը մինչև 27 թիվ նախագահը չի պատրաստում դուրս գալու փառքաստու գոնե այդքան դեգոլի պես բաներ չի անի, դե հիմա տեխնիկական կառավարությունով կարա յոլա գնա, կարա մի հատ էլ ընտրություններ հայտարարի։ Իրականում համակարգը այնպեսին է, որ նախագահի արկայությունը բավականաչափ կայունություն է տալի։ Ազգային ժողովը կա, հիմա կառավարությունը չկա, ինքը կարա տեխնիկապես կառավարություն նշանակի։ Դե ինչ-որ բան կփոխեն, որպես այս վարչապետները Իրանք չկոտրվեն։ երկու հարց ունեն, դե Լեկորնյուն իր ճառում ասեց, որ երկու կրիտիկական հարց կա։ Այդ երկրորդը էլի իմ համար գերժողովրդավարական բանա դրսևորումը, հա, մեկը Նոր Կալեդոնիան, որ ինք ուզում է կոնֆլիկտից հանի եւ այնտեղ պետքա հանրաքվե լինի արդեն երրորդը ինձ թվում է վերջի 10 տարվա մեջ, որ արդյոք Նոր Կալեդոնիան ուզում է անկախ պետություն դարձնել, ինչ անկախ պետություն։ Ալիևի օգնությամբ։ Ալիևը չի այնտեղ Չինաստանն ու Ռուսաստանն է։ Դա աշխարհի նիկելի պաշարներից գալի մասն դեռ է։ Այսինքն դա Ֆրանսիային կտրել է բանից։ Ֆրանսիան մեծ հաշվով վերջի տարիներին տանում է քաղաքականություն բանից դուրս գալ, որտեղ ռեսուրսատար է շատ։ Ինքը օրինակ Ֆրանկաֆրիկայից դուրս եկավ, Ֆրանկոֆոն Աֆրիկայից նպատակային դուրս եկավ։ Մալին, Նիգերը, Չադը, վերջինը Սենեգալից են դուրս եկել 3 ամիս առաջ, վերջի ռազմական բազան փակեցին բանալիներով դուրս եկան ամբողջությամբ։ Ֆրանսիան էլ Աֆրիկայում չկա, եւ դա բերել է բավականին մեծ բյուջեի խնայողություն։ Խնդիրը հենց նրանում է, որ բյուջեն խնայում են դրանում։ Սա մեկ եւ երկրորդը ինչ որ ասեցի բյուջե պետք է ընդունեն մյուս տարվա։ Եվ այդ բյուջեի մեջ բավականին լուրջ խնդիրներ, որտեղ չնայած տնտեսական կրիզիսին, չնայած կրիզիս չի, այնտեղ ինչ որ բաների հարց կա, հա, մյուս տարվա ռազմական ծախսերն է մեծացրել։ Մյուս տարվա խնդիրը առաջացել բանի ռազմաարդյունաբերության եւ Ուկրաինային նորովի աջակցելու բանակը պետք է զարգանա։ Մյուս տարի 26 թիվը բավականին կարևոր տարի է նաեւ մեծ հաշվով որտեվ 27-ը նախընտրական է, եւ ամբողջ 26 թվականը այդ բանը պետք է վառվի, որտեվ այդ թեմա է։ Մակրոնը չի կարող լինել, Մակրոնի աջակիցներից կամ մակրոնիստներից
մեծ հաշվով դե ամենապայծառ ոնց որ դեմքը Լեկորնյունն է։ Եթե Լեկորնյուն հաջողացրեց հիմա Կալեդոնիայի հարցը լուծի, Կալեդոնիան, չգիտեմ, ոնց է պետք իրանց ենթադրում եմ, ես իմը մի քիչ բան ասում եմ, վանեց արունը ջուր չդառնում իմ նախի պտի տան վերսիայով, բայց դե հիմա Ֆրանսիային ավելի քերև, հա, իրանց ինչա պետք։ Այդ հարցը լուծին հենց որ Ֆրանսիայի պետականության համար հարմար լինի, որ բյուջեի հարցը կարողանա լուծի եւ նույնիսկ մնալով տեխնիկական վարչապետ կարողանա 26 թիվը պահի, ինքը շանսեր կունենա պայքարելու։ Բայց այնտեղ կան գոլիստներ, ասենք էլի մեզ համար օտար մարդիկ, ամենավտանգավորը դա աչերն է։ Աչերը, որոնք որ մեծ հաշվով եվրոսկեպտիկներ են։ Եվ եվրոսկեպտիկ լինելը դա լավ չի։ Չնայած Չեխիայում եվրոսկեպտիկները հաղթեցին։ Այո։ Դա հեչ լավ չի, տաուն, հա, որ նայում ես իրենք բան չի։ Եվ մեր հարցազրույցի այս հատվածում խոսենք Հայաստանում ինչ է կատարվում, Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է, մտադրություն ունի եւ Արման Թաթոյանը նախկին օմբուդսմենը հայտարարեց միասնության թվեր քաղաքական նախաձեռնության ստեղծման մասին։ Եվ այսպես արդեն ոնց որ թե սկսում են ուրվագծվել խաղացողները։ Միասնական թևեր քաղաքացիական նախաձեռնությունները չեն կարող մասնակցել ընտրություններին։ Դե հետո կարող է ինչ-որ կուսակցություն բացվի։ Հա, մասնակցել բացառապես կուսակցությունները։ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է մասնակցել ընտրություններին։ Ինչ եք ուզում ասեմ, ծափ։ Խաղացողները ում ենք տեսնում։ Մարած օբլիգացիաներ, հələ որ մարած օբլիգացիաների մասին է խոսքը գտնում։ Ռոբերտ Քոչարյան, Թաթոյան, բան, ասենք ինչ։ Տեսեք, ժամանակները փոխվել են։ Ահա։ Ինամարկ, Մերսեդես, ու իրենց վաղտ սենց բան չկար։ Դար է փոխվում։ Դարը փոխվել է, դարի կես ավելի մոտիկ է, քան դարի սկիզբը։ Իսկ իրանք նախնադարից են։ Գոյություն չունի այնպիսի իրավիճակ, որ Ռոբերտ Քոչարյանը 21-րդ դարի երկրորդ քառորդին համահունչ ինչ որ մի բան ասի կամ անի, բացառվում է ուղղակի։ Նույնիսկ իր շրջապատում տես մարդ չկա։ Նույնիսկ այն որ իրանց ձևերով են ուզում բան անեն, գալիս են որ Վանաձորում ասում են որ պիտի գործարաններ բացեն, այս քաղաքում պիտի գործարաններ լինեն, հա, ինչ որ sense քարտեզ չունեն։ Էլի եմ ասում, որ քարտեզ արեք, քարտեզ իսկական, տնտեսական։ Տեսեք, որ ոչ մի բան ձեր ասածներից չի լինելու, չի կարա լինի, ուղղակի չի կարող լինել։ Որովհետև կառավարման ձևերը, տնտեսական զարգացումը, էներգիայի սպառումը եւ այլն, սուտ է, իրանք սահմանած օբլիգացիաներ են։ Իմաստ չունի նույնիսկ քննարկել։ Իրանք կարող են մասնակցել ընտրություններին։ Ընտրությունները Հայաստանը, ինչպես ասում էր մեր ժամանակվա ընկերներից մեկը, Ուկրաինայի ժամանակավոր աղմտարմատորը Հայաստանը ազատ երկիր է։ Ով ինչ ուզում անում։ Կարծեմ վերջին ես լավ չեմ հիշում, կներեք, որ չեմ հիշում, 16 կարծեմ քաղաքական ուժ էին մասնակցում այդ ընտրություններին։ 21-ին։ Հա, ինչքանից է։ Չէ, 25-ից ավելի 24 էր, թե 25, հա, ես մոռացա թիվը, գիտեմ, որ սարսափելի թիվ էր ինչ որ։ Հայաստանում ասենք բազմաթիվ կուսակցություններ կան, որոնք գործում են երևի 1993 թվական։ Ну, մեկը գոնե գործում է, թիվ 1-ը դա հանրապետական կուսակցությունն է, իր բանը վկայականը թիվ 1-ն է։ Սրա հիշում եմ պատմությունը։ Հələ Աշոտ Նավասարդյանն էր ասում, իմ կուսակցությունը թիվ 1-ը։ Հիշեցնեմ, որ Նավասարդյանը ստեղծած կուսակցություն անկա։ Խոսքը նրա մասին բազմաթիվ կուսակցություններ ով էս կարա մասնակցի։ Պրոբլեմը նրանում է, որ ժողովուրդը ինչ որ մի պահ մոռանում է, որ ինքը պետք է գնա ընտրելու ոչ թե այն մտքով, թե ով է ինչ է, խի է, ու ոչ էլ այն մտքով, թե իրականում ասենք գալիս, այ ասում է ինքը մեզ զավոդ կսարքի, ոնց, չգիտեմ, ասում է, ասում եմ, որ գամ, ասեմ, հիմա ինձ $10,000 տուր, հետո մի միլիոն կտամ, կտաս, ասում է ձեռես առնում, ասում եմ ինքը քեզ ասում արի ես 5 տարի, քեզ հեծնեմ, շալակդ նստեմ մանգամ, հետո քեզ գործարան կսարքեմ։ Սենց նայում է վրես, ասում չեք հասկանում, որ մարդ ով գալիս է ինչ որ բան խոսք է տալի,
որը չի նկարագրում քո անելիքը որպես ընտրողի։ Եթե մարդը գալիս է, ասում է ես քո համար էս կանեմ։ Գիտեք ինչ չի ասում արդեն էս կանեմ, ասում է պետք է էսպես լինի, պետք է Okay, էս արվի, շատ լավ։ պետք է այն արվի, չի ասում ես կսարքեմ, ես կանեմ, Հա, այսպիսի պետք է արվի, քաղաքականություն, օյակապ, ես հա։ կվարեմ այնպիսի քաղաքականություն։ Հա։ Ասում է պետք է Հայաստանը վարի ինքնուրույն արտաքին քաղաքականություն։ Հայաստանում Օրինակ։ ձեր կարծիքով ինքնուրույն չի վարում։ Օրինակ, էլի, քաղաքականություն, այդպիսի հա։ ձևակերպումներ։ Չէ, դե հիմա հասկանում ենք այս ամեն ինչը։ Ինձ համար այս սա քաղաքական երուզերը, որը հիմա սկսելու է, ցավոք սրտի պետքա մեջը լինեմ մասնակցեմ, բայց մեծ հաշվով ես շատ էի սիրում նախընտրականը, որովհետև ինձ համար բան էր ինքը հետազոտության համար շատ լավ նյութ էր տալիս։ Թե ոնց է փոխվում ազգի հոգեբանությունը եւ ոնց է փոխվում քաղաքական գործիչների գործելավոճը։ Փորձը ցույց է տալիս, որ մեծ հաշվով մարդիկ, ովքեր հիմա պատրաստվում են մասնակցել ընտրությունների, իրանք բան չեն, անհետաքրքիր են։ Այսինքն իրանք հին են։ Հանադարյան են, ասինքն իրանք մարած օբլիգացիա են։ Բայց քիչ ժամանակ է գնալով այդ ժամանակը կարճանում է։ Չէ, բայց մարդիկ, ովքեր հայտարարում են, ում ասում եք, որոնք որ բան, ինչը կողմնորոշվեց, կան մարդիկ, ովքեր եղել են մինչև 22 թվականի փետրվարի 24-ը, գոյություն ունի կանոն, ովքեր որ եղել են քաղաքական դաշտում մինչև 22 թվականի փետրվարի 24-ը պետքա գնան արխիվ, այսինքն կանոնը, որպեսզի հասկանաք ում է պետք ձայն տալ, դա այն է, այս սրանք եղել են, փետրվարի 24-ին եղել են քաղաքական դաշտում, ինչ են ասել փետրվարի 25-ին, ասել են, որ չի կարելի, ասել են, որ դա բան չի, եթե չեն ասել, գնում են արխիվ, վերջ, ուրիշ ընտրելու բան չկա, շատ պարզ է, կա երկիր, որը ունի մանկապիղծ բանակ, որը ապահովել է Արցախի բանը, ոչնչացումը, Արցախի էթնիկ զտումը, խաբել է, զենքի փողը վերցրել է, զենքը չի տվել, հենց հիմա տնտեսությունը ոչնչացնում է, մտցնում է հավելյալ պայմաններ քո բեռնափոխադրումների վրա, ապրանքը չի թողում գա, չգիտեմ, քո բեռնափոխադրողներին դատի է տալիս, դահկա դնում իր մեքենաների վրա, այսինքն զտած դավաճան ու տականք, էլ չհաշված, որ մանկապիղծ բանակի գլխավոր հրամանատար ռազմական հանցագործ, խոսքը Ռուսաստանի մասին է։ Եթե ինչ-որ մեկը Հայաստանի քաղաքական դաշտում սա չի ասում, ուրեմն ինքը իրավունք չունի այս երկիրը ղեկավարելու։ Ես չեմ ասում անի, ես հասկանում որ Նիկոլ Փաշինյանը ավելի շուտ կհրաժարական կտա, կգնա բալի հանգստանալու ամբողջ կյանքով մեկ, քանց Պուտինին կասի, որ դու ռազմական հանցագործ ես։ Ամենավերջում դիտարկենք հետևյալ նորությունը, Ուզբեկստանի նախագահը հրամանագիր է ստորագրել, կրճատում է 2000-ից ավելի, 2141 պաշտոնյա, պետպաշտոնյա փոխարինելով AI-ով արհեստական բանականությամբ։ Արհեստական բանականությամբ Ճապոնիան կունենա իր առաջին քաղաքական կուսակցությունը, որը ղեկավարում է Ներոն, այո, հետաքրքիր է, ու Ալբանիայի մասին մենք խոսել ենք արդեն, ունի արդեն նախարար։ Կամբոջայի հետ խաղաղություն ունի, կարևոր է։ Ունի, դրանից հետո AI նախարար ունի։ Հայաստանում կարող ենք այդպիսի պատկերացնել, այդպիսի հեռանկար կուսակցություն, ասում է նախքան արհեստական բանականություն, վարչապետ, կառավարություն, կառավարություն։ Տեսեք, նախքան արհեստական բանականությունը, ոնց որ ասած, ծառայության դնելը, կարելի է մի հատ բնական բանականության հետ մի հատ առնչվել։ Հա, առնչվել, հաշտության գալ, հասկանալ, ասենք, դա ոնց է ինչ է։ Ես վստահ եմ, որ Հայաստանի պետական համակարգի 50%-ը մարդիկ են, ովքեր կարող են բիզնեսում շատ ավելի օգտակար լինեն, մասնավոր սեկտորում, քան կառավարություն։ Բայց բիզնեսում աշխատել է պետք։ Հա, իրանք պետք չեն կառավարություն։ Կառավարության 50%-ը դուք ես աշխատել եմ գիտեմ, կարաս դրան դեմը կանգնես, ամեն երկրորդին ներս չթողես։ Այսպես կաշխատեն։ Ընդ որում աշխատավարձը պետք չի փոքրացնել, ընդհակառակ այն մարդիկ, ովքեր դուրս են գալիս, իրանց աշխատավարձը պետք է վերաբաշխվի մնացածների մեջ։ Այսպես կաշխատեն։ Արհեստական բանականություն կարաս կիրառես, արհեստական բանականության այդ բանը ինքը բանի համար է, այս ինչ որ տենց
տեղեկատվական աղմուկ ստանալ Դե եւ դեռ ստանալ կատակ ենք անում, ուշադրություն։ բայց դա Չէ, կատակ չենք անում, ինքը կարա գործի։ Ինքը հետաքրքիր իրականում է։ բավականին կարևոր գործողություններ կարելի է թողնել արհեստական բանականությանը, բայց արհեստական բանականությունը, որին տիրություն չի անում բնական բանականությունը, ինքը վտանգավոր է։ Որտեղ կպատկերացնեիք, եթե դուք լինեիք, չգիտեմ, նախագահը երկրի կամ վարչապետը, որ մտածեիք ինչով փոխեք, ինչը փոխեք արհեստական բանականությամբ։ Դու կառավարությունը ասացիք կփոխեինք, հա, իրոք։ Չէ, կառավարության Որոշ, բանը, չէ, չեմ փոխի կառավարությունը, ուղղակի 50%-ը որ հանեք, նույնիսկ առանց արհեստական բանականության, էֆեկտիվությունը կբարձրանա։ Իսկ Արհեստական բանականությունը Ինչ խնդիր կարող էր այն լուծել ավելի խնդիրները, լավ այն արհեստական խնդիրները, բանականությունը, որոնք քան պահանջում են նստակյաց, շատ ուշադիր աշխատանք, կարաս 10 արհեստական բանականությունը, որին կանի։ Օրինակ, բազմաթիվ հարցեր կան քաղաքացիների դիմումների հետ կապված, որոնք որ պետքա ամբողջ ծավալը օրենսդրական օրենքների եւ օրենսդրական ենթաօրենսդրական ակտերի հետ ամբողջ ծավալը ուսումնասիրվի եւ պատասխան գա։ Ընդ որում արհեստական բանականությունը պետք է ճիշտ հասկանալ, խոսքը ոչ թե այն մոդելների մասին է, որոնք LLM-ները, որոնք դուրս եկցան, ChatGPT-ին բանը, այլ ասենք համապատասխան, չգիտեմ, Mistral-ի թիմը ունենք պայմանագիր Ֆրանսիայի, Հայաստանում բարձրացրած կառավարության շրջանակներում բարձրացրած դատա կենտրոնում, որը այդ machine learning մեքենայական ուսման շնորհիվ հրամցրած է, կերծված ամբողջ օրենսդրական, ենթաօրենսդրական ակտերը Հայաստանի եւ Հայաստանի կողմից ստորագրված միջազգային պայմանագրերի, սահմանադրություններ, միջազգային, ասենք, չգիտեմ, փորձ, պրեցեդենտներ, նախադեպներ, բաներ, այս ամբողջը հրամցրած իրան 10, որպիսի քաղաքացու դիմումը միանգամից հրամցնես, ինքը քեզ ասի, որ այս, ասենք, չգիտեմ, 30 կետի մեջից մարդը, բնական բանականությունը, նայի ասի, որովհետեւ արհեստական բանականությունը ինքը պանացեա չի։ ChatGPT-ին փորձեք, եթե հարց եք տալի ինքը տեսնող պատասխան չունի, շատ հաճախ հնարում է մի բան։ Հետո ասես հնարել ես, սիրուն է, հա, սիրուն է, բայց ինքը հատուկ է, իդեպ հատուկ էլ է մտցվում։ Ես սա զգուշացնում, որտեղ մարդիկ կան կարող չգինեն։ Հատուկ մտցրած է, որպեսզի, այո, իրանք դες disclaimer են տալիս, զգուշացում են տալի, որ հանգարց ին վրա չի հիմնվես։ Ու շատ հաճախ random, ասենք, պատահական պահի ինքը քեզ սխալ տեղեկություն է տալիս, որպեսզի հանգարց դու հույսը չդնես ամբողջությամբ իր վրա։ Դրա լուծումը այնա, որ դու վերցնես քո մոդելը, քո LLM-ը կառուցես Հայաստան, բայց դրա համար կառավարություն պետք է լինի նորմալ։ Իսկ այդ կառավարությունը նշանակում է, որ այն մարդիկ, ովքեր մտցնում են համակարգչով Excel-ի մեջ, հետո տպում են, տպիչով, տանում են կողքի սենյակ այդ տպածը, վերցնում են ու նորից մտցնում են Excel-ի մեջ, որովհետև իրանց Excel-ը ուրիշ է, ոչ թե ներքին ցանցով են ուղարկում, այդ մարդկանց 90%-ին կարելի է ուղարկել ասել շնորհակալություն, թոշակի կամ ասենք, չգիտեմ, հացի փուր, չգիտեմ, խմորեղեն թխեք, գնացեք ինչ-որ մի գործարանում աշխատեք, գործավարություն արեք, որովհետև կառավարության աշխատանքը, կառավարությունը դարձել է Հայաստանում բան։ Այդ այ դեպ նախկինները Ռոբերտ Քոչարյանի ու Սերժի Օրոկ։ Դա դարձել է մի տեղ, որտեղ որ իրանց համար ձայներ էր գեներացվում, ինկուբատոր էր ձայների։ Սոցիալական բաներ, բագաձելն է։ Մարդ էին գործում, բա ինչ անում, օգտագործում։ Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ։ Ճոխ Սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանը դուք եք։ Այո։ Շնորհակալություն պարոն Սարգսյան, շնորհակալություն սիրելի հայրենակիցներ։ Կարեն Սարգսյանի հետ ենք զրուցում, զրուցվար մի ես Գայանե Առաքելյանս, բարին ընձեզ եւ լավ օր։